Շատ հետաքրքիր էր այսօրվա օրը, ես շատ եմ սիրում Երևանը։ Շնորհավորտանդ Երևան։ Ես սիրում եմ քեզ իմ Երևան։ Ծնունդս շնորհավոր Երևան։ Սիրահարվելու քաղաք Երևան։ Ամեն մարդը, որ գալիս է Երևան, սիրահարվում է այս քաղաքին։ Իմ քաղաքից լավ տեղ չկա։ Մենք շատ սրտով սիրում ենք Երևանը։ Անչափ եմ սիրում, աշխարհի չափ։ Поздравляем Ереван, прекрасный, очень красивый город, который каждый год становится все лучше, красивее, с этим прекрасным праздником. Прекраснейший праздник. Мы сейчас гуляем. Вот. С днем рождения, Ереван. Happy birthday, Yerevan! Սիրում են քեզ Երևան։ Այսքան երկար ճանապարհ
Հոկտեմբերի 9-ի վաղ առավոտից Երևանի Տիգրան մեծ առողջության կենտրոնում այցելուների հոսքը չէր դադարում։ Պատճառը տեսողության համաշխարհային օրն էր, որն անցկացվում է արդեն 22-րդ տարին։ Այս առիթով հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքացիների ակնային անվճար հետազոտություններ։ Սիրիշ քո աչքերը, սա է նախաձեռնության այս տարվա կարգախոսը, որի հիմնական ուղերձը աչքերի խնամքի մատչելի լինելն է բոլորի համար, անկախ սոցիալական վիճակից։ Տեսողության համաշխարհային օրը եւս մեկ հնարավորություն է հանդուրժության ուշադրությունը գրավել տեսողության խնդիրներին, վաղ հայտնաբերմանը, պարբերական ստուգումների եւ իրապես անդրադառնալ, թե որքանով են մենք որպես հասարակություն եւ անհատներ կարողանում լուծել այդ շատ կարեւոր խնդիրը, պահպանել մեր տեսողությունը։ Սպասասրահը բազմամարդ է, մեկը բժշկի խորհրդով, մյուսը ծնողների պարտադրանքով, փոքրից մինչև մեծ սպասում են իրենց հերթին։ Լավ նախաձեռնություն է, ես բժշկուց եմ իմացել։ Անակնկալ էր ինձ համար նախ եւ առաջ։ Մեր պոլիկլինիկա գնացի, պոլիկլինիկայում ասեց բժիշկը, ուզում եք գնաք։ Առանց վճարելու հետազոտում են աչքերը, որ իմանան լավ տեսնում են, թե լավ չեն տեսնում։ Ես եկել եմ ստե, որ աչքերս լավ անեն։ Իսկ լավ տեսնելու համար հետազոտությունից բացի երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև դպրոցականների համար նախատեսված ինտերակտիվ խաղին։ Մինչ նրանք հատուկ մասնագետի օգնությամբ ծանոթանում էին տեսողությունը պահպանելու կանոններին, ծնողներն ակնաբույժի հետ հանդիպման ընթացքում սովորում էին այդ կանոնները ճշգրիտ կատարելու խորհուրդներին։ Այս տարվա ծրագիրը ներառում էր մեկ կարևոր բաղադրիչ ևս։ Բարեգործական հետազոտություններից կարող էին օգտվել նաև մասնագիտական խմբերը, այդ թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Որպես բակվես շատ ուրախ եք, շատ գոհ եք։ Ծառերը մշակում են, ջրում են։ Մեր կորնա պդանենք, մեր քաղաքը դիմակենք աղբից։ Դրանից լավ բան չկա։ Մաքրությունն ամենալավ բանն է։ Մի փոքր եթե քաղաքացին Երևանցի նայ մաքրությանը կլի ընտիր քաղաք։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։